Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Խոսենք վերջին շրջանում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից եւ այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անընդհատ այդ թեման վառպահել։ Այսօր կրկին տեսա ուղերձով հանդես է եկել եւ ասում է, որ աղոթքները հովանամանքում շարունակում է եւ պետք է այն տեղափոխել Մայրաթոր եւ ընդգծում, որ հոգեվոր կյանքը կաթողիկոսը փակուղի է մցրել եւ պետք է փրկել եկեղեցին, ինչով է հոգեվոր կյանքը փակուղի մտել եւ առասարակ այս գործընթացը քննարկում է կաթողիկոսի մասով, որ ուզում է հեռացնել կաթողիկոսին, դուք արդյոք կարծում եք, որ իսկապես հարցը կաթողիկոսն է։ Հարցը հայ-առաքելական եկեղեցին է, կաթողիկոսը, չէ։ Հարցը նա է, որ ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, հա, հայտնի ոսկե ձկնիկի մասին հեքիաթով, որ այլևս նա չի ուզում լինի պարզապես թակուի, այլ ուզում է լինել ծովերի տիրակալ։ Այսինքն չի ուզում լինել աշխարհիկ Հայաստանի ղեկավար, ինքը ուզում է լինել նաև հոգևոր Հայաստանի կամ հոգևոր հայության ղեկավար։ Եվ ինչպես է դա անելու։ Չգիտեմ։ Ես ասում եմ ուզում է։ Որովհետև հեքիաթում էլ էին ուզում, ինչ ստացվեց գիտեն բոլորը։ Թող փորձի, կտեսնենք փորձը փորձանք է թե ոչ։ Այսինքն ժողովրդին հոգևոր արթնության բերի, որովհետև եթե կաթողիկոսը հոգևոր փակուղի է մցրել, ինքն էլ պետք է փաստորեն արթնություն մցնի։ Ես նախ ինչ է նշանակում հոգևոր փակուղի չկա։ Փակուղին ես կարծում եմ քաղաքական կյանքում է, այն կյանքում, որը որ ի պաշտոնի ինքը պետք է կարգավորի, իսկ ինքը ամեն ինչ արել է, որ մտցնի փակուղի, ամեն ինչը։ Հոգևորում չեմ կարծում, հոգևորը փակուղի է այնքանով, ինչքանով որ Հայաստանի հասարակությունը այս ամեն ինչի հետևանքով դեպրեսիվ վիճակում է, բայց դրա մեղավորը ամենևին հայ-առաքելական եկեղեցին չէ, դրա մեղավորը մենք գիտենք ով է։ Երբ ասում եք, որ ուզում է արթնություն մտցնել, ես չեմ ասում, որ ինքը ուզում է արթնություն մտցնել, տիրակալ է ուզում դառնալ, դա ես ասացի։ Տիրակալ է ուզում դառնալ, նաև, այսինքն հոգևոր կյանքը կառավարել։ Այո։ Բրիտանական, հա, մոդելով ժամանակին, գիտեք, եթե չեմ շփոթվում 15-րդ դարում անգլիական, հա, եկեղեցին, որից հետո ծնվել է բողոքականությունը, անջատվել է կաթոլիկ եկեղեցուց եւ այդ պահից սկսած անգլիական եկեղեցու ղեկավարը թագավորն է կամ թագուհին։ Այսինքն այդ մոդելը կա, այնպես չի որ չկա, ես կարծում եմ այդ մոդելը իրան շատ դուր է եկել եւ այդպես է ուզում անել։ Կարծում եք կհաջողվի հանրության մոտ այդ ընկալումը, արդյոք կա կամ իր աջակիցներն այնքան շատ են, որ նա կարողանա ինչ-որ բան փոխել, որովհետև հովանավորում իր աջակիցները մենք տեսանք, քանի հոգի են։ Այս Կիրակի կարծում եմ կփորձի շատացնել, բայց դե բոլորն էլ հասկանում են, որ շատացնելու է ոստիկանության հաշվին կամ զորով հաստիպողաբար բերված այդ ադմինիստրատիվ ռեսուրսի շնորհիվ, որ մարդկանց, ովքեր ունեն աշխատանք, ստիպեն, ասեն աշխատանքից կազատենք, պետական աշխատանք, եթե չգաք, այդ փորձերը գիտենք, որ ունեն, կիրառում են տարբեր տեղեր, չեմ կասկածում, որ այստեղ էլ կկիրառեն, հատկապես այն արտահոսքից հետո, երբ ասեցին, որ բավականին ինքը վատ է զգացել այդ քիչ քանակից եւ խնդիր է դրել շատացնել այս Կիրակի։ Իսկ ԿՊ-ից ինչու են մարդիկ քիչ, կարծում եք, իր հետ համաձայն չեն կամ եթե համաձայն չեն, արդյոք ունեն այնքան համարձակություն, որ չմասնակցեն։ Չունեն, մի մասը կարող է մի քանի հոգի ունեն, հա, մի քանի հոգի արդեն մենք տեսանք գնացել էին, բայց վախում էին մտնեին եկեղեցու, այնուամենայնիվ գիտեք այդպիսի հայտնի խոսք կա, հա, որ ամենամեծ անհավատը անգամ երբ ինքնաթիռի շասին պոկվում է գետնից, դառնում է հավատացյալ։ Այսինքն անգամ այդ մարդիկ
ամենայն հավանականությամբ շատ-շատերը վախ ունեն Աստծուց, վախ ունեն որ այտենց հա խոսք կա ժողովրդական երեխեքը անեցքի տակ կմնան եւ այլն ամեն դեպքում այդ սակրալ վախ կա ինչ-որ որը անբացատրելի է բայց կարծում եմ անբացատրելի է բառերով բայց ցանկացած մարդ հասկանում է որովհետեւ կարծում եմ ցանկացած այդ սակրալ վախը ինչ-որ պահերի իր կյանքում ապրում է Բայց նա փորձում է համոզել մարդկանց, որ այս ամենը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ կաթողիկոսի դեմ է եւ կաթողիկոսին է հեռացնում։ Հիմա սա համոզիչ է մարդկանց համար, որ ինչ որ բաներ է արել կաթողիկոսը իր համար անընդունելի չէ եւ ինքը ոչ իհարկե ուզում է փոխել։ Համոզիչ չէ, որ համոզիչ լիներ, արդեն քանի ամիս է կոչ է անում հավաքվել 3-4 ամսից ավել երևի թե։ Հա, ամառվանից սկսվել է։ Ու չեմ կարծում, որ հա համոզիչ լինելու դեպքում այսքան կձգվեր այն էլ Նիկոլ Փաշինյանի պարագայում, որ սիրում է ամեն ինչ անել, որ ամեն ինչ լինի իր, հա, ասածով, որովհետև կառավարությունը ինքն է, եկեղեցին ինքն է, Աստված ինքն է, ամեն ինչի դատարանը ինքն է, արտարանը ամեն ինչը ինքն է։ Իսկ այս կալանավորումներով հոգևորականներին կկարողանա իսկապես եկեղեցում փոփոխություն մտցնել կամ հարմարեցնել այն իրականությանը, որ ինքը ուզում է հարմարեցնել։ Օրինակ շատերն ասում են, որ հենց իր նախկին թիմակիցը Հովիկ Աղազարյանն է ասում, որ նա ուզում է 4-րդ այսպես հանրապետությանը հարմարված եկեղեցի ունենալ կամ իրական Հայաստանին հարմար եկեղեցի ստեղծել։ Հիմա թող փորձի, դա եմ ասում, ես էլ ասեցի, թող փորձի։ Թերահավատորեն եք մոտենում։ Չէ, սպասում եմ թող փորձի։ Իսկ եկեղեցին ինչ պետք է անի, կարծում եք, ինչպես պաշտպանվի եկեղեցին կամ կարիք ունի պաշտպանվելու, թե ոչ այս իրավիճակում, որովհետև սպասումներ կան կաթողիկոսից, մի մասն ասում է, որ կաթողիկոսը պետք է կոչ անի եւ մենք դուրս գանք նրան պաշտպանելու։ Գիտեք, Հայաստանում այդքան էլ շատ չեն կայացած եւ այդքան հին ինստիտուտները։ Հայրաքելական եկեղեցին ունի 1700-ամյա պատմություն։ Ինստիտուտը ինչքան հին է, այնքան մեկը դա կարող է ասել պահպանողական է, մյուսը կարող է ասել համբերատար է, երրորդը կարող է ուրիշ բան ասել, բայց այնուամենայնիվ որոշումներ կայացնելու եւ գործողություններ անելու հարցում շատ ավելի կշռադատված է լինում։ Ну, երևի թե ինստիտուցիոնալ հիշողությունն է դա հուշում իրենց, թե ինչ որ փորձեր, որը իրենք կամ իրենք են անցել, կամ գիտեն իրենց հա եկեղեցու պատմությունից։ Ես կարծում եմ այստեղ ավելի շատ այդ քրիստոնեական համբերատարության եւ համբերության խնդիրն է, ինչպես նաեւ այո սխալ չանելու, կշռադատված քայլեր անելու այդ փորձն է, որ բերում է նման տպավորության տարբեր մարդկանց մոտ։ Իսկ արդյոք կարող է լինել այնպես իրավիճակ, կրիտիկական իրավիճակ, որի ժամանակ պետք է եկեղեցին կարծում է կամ կաթողիկոսը հենց ինքը կոչով հանդես գա, թե այդ զգուշավորությունը իրենց օգտին է ամեն դեպքում աշխատելու։ Չեմ կարող ասել, այնպես չի, որ ես 100% գիտեմ լուծումը, հիմա չեմ ասում կամ շուտ ձևեր եմ թափում, ամենևին, քանի որ Նիկոլ Փաշինյանը բավականին անկանխատեսելի է, ինչ որ բաներ կանխատեսել, թե նրա գործողությունների հետ կապված, թե նրա ուժի գործողությունների հետ կապված, թե նրա ուժայինների գործողությունների հետ կապված, դժվար է ասել։ Դրա համար հիմա ես չեմ կարող այսպես հա պարզապես բժշկի նման դեղատոմս գրել ու ասել այս է գնացեք խմեք կանցնի։ Ըստ իրավիճակային պետք է առաջնորդվել կարծում եք։ Իհարկե։ Իսկ իրավապահ համակարգի գործողությունները այս օրերին, երբ Հովանավանքի այդ Ստեփան Ասատյանը քահանան բանալիով դուռը բացում, փակում է, ինքն է որոշում կայացնում, հոգևորականների նույն ժամին կանչում են հարցաքննության, որպեսզի պատարակներ չիրականացնեն, խոչընդոտում են նաև փաստորեն հոգևորականների գործունեությունը, ծառայությունը եւ իրենք ուղղակի դիտորդ են այս առումով։ Բայց դա նորություն չէ։ Բոլորս էլ հասկանում ենք ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի ուժային համակարգ։ Այլ խնդիր է, որ ցանկացած պահի, երբ մի փոքր այդ համակարգում զգացին, որ կարող է բան փոխվել,
առաջինը իրենք են, հա, դառնալու այն ոստիկանները, որը ժամանակին մերն էին, հետո ձերն էին, հետո էլի կլինեն մերը։ Դա կախված է քաղաքական իրավիճակից։ Այդպիսին են բոլոր ուժայինները բոլոր երկրներում։ Մենք դա տեսել ենք բազմիցս, այդ թվում նաև Հայաստանում։ Հիմա չեն տեսնում, որ կարող է բան փոխվել։ Այս պահին չէ, բայց դա չի նշանակում, որ եթե ենթադրենք 2 ամիս հետո, 6 ամիս հետո, 2 տարի հետո, էական չի, ես չգիտեմ, երբ իրենք, հա, կզգան, որ իրավիճակը փոխվել է, շատ արագ առաջինը հենց իրենք կանցնեն բարիկադների այն կողմ։ Ասում են ինչու պետք է անցնեն, եթե աշխատավարձները բարձրացնում է, Փաշինյանը ժամանակ առ ժամանակ պարգևատրում է։ Նախ ոչ բոլորին է բարձրացնում, համակարգը շատ մեծ է, այո, բարձրացնում է կարմիր բերետավորներին։ Կարմիր բերետավորների քանակը այդքան շատ չէ։ Պարեկներին ի սկզբանե չի բարձրացնում, ի սկզբանե բարձր է եղել, բայց մենք շատ լավ գիտենք, որ պարեկներից ոչինչ կախված չէ եւ դա այն ուժային, հա, կենտրոնը չէ, որը կարող է դիմակայել, ենթադրենք, հոծ բազմությանը։ Բայց մենք տեսնում ենք այս հարցում նաև ազգային անվտանգության ծառայությունն է շատ ներգրաված, եկեղեցի մտնել, խոզարկություններ իրականացնել։ Սա որքանով է ընկալելի։ Կամ ինչ որ ընդհանրապես ոչ մի բան է ընկալելի։ Ինձ համար ընկալելի չի ոչ մի բանը։ Հա, ես կարծում եմ, այդ նույն ուժայիններից շատերի համար էլ ընկալելի չէ։ Բայց ես որ ասում եմ, բանով եմ մոտենում, հասկանալով եմ մոտենում եւ ըմբռնելով եմ մոտենում, մարդիկ թեև շատերը նրանց ձեռ են առնում, որ ընտանիք են պահում, էս են անում, էս հա հեգնանքով են գրում, ես դա նորմալ եմ ընդունում, այո, որովհետեւ եթե հեգնում ես, այդ մարդը դուրս եկավ, ապահովելու ես աշխատանքով նրան։ Երբ կգա X ժամը, այդ մարդը իրանը կասի։ Ես վստահ եմ։ Ոնց որ եղել է միշտ, ասում եմ, բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում։ Իսկ արտաքին հետք տեսնում եք, դուք ասում եք Փաշինյանն ուզում է այսպես իշխանություն ունենալ նաև հոգևոր ոլորտի վրա, միգուցե կաթողիկոս դառնա կամ ինքը ամբողջ ղեկավարի, բայց տեսնում եք արտաքին ազդակներ, որ ինքը նաև դրանցով է առաջնորդվում։ Դե կարծում եմ ցանկացած գործողություն եղել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի խոսքերից հետո։ Նո ակտիվ գործողությունները սկսում է Փաշազադեի, հա, խոսքերից հետո։ Ենթադրում եմ, որ իհարկե կա ազդեցություն եւ ուղղորդում։ Ես ասել եմ ու կասեմ, որ բոլոր ժամանակներում հələ մի կողմ դնենք Ադրբեջանը, Թուրքիայի նման հզոր պետությունը երբեք ուշադրություն չէր դարձնի Հայաստանի վրա, իր քթի տակ եղած 3 միլիոնանոց փոքրիկ պետության։ Եթե չլիներ երկու գործոն, եթե չլիներ հայ առաքելական եկեղեցին եւ եթե չլիներ Սփյուռքը հայկական։ Այս առումով կարծում եմ այդ ինստիտուտը քանդելու գործում շատ շահագրգռված են, այո, որոշ պետություններ, որովհետեւ, չգիտեմ, միգուցե նրանք գերագնահատել են այդ ինստիտուտների բանը, բայց այնուամենայնիվ դա փաստ է, որի մասին նրանք միշտ արտահայտվել են եւ հիմա էլ են արտահայտվում։ Բայց ինչ խնդիր են իրենք տեսնում։ Ինչ են ուզում անել, որ այս երկու կառույցը Սփյուռքը եւ եկեղեցին խանգարում են իրար։ Տեսեք, երբ 70 տարի փաստացի չի եղել անկախ Հայաստան, նրանք հասկացել են, որ հայկական հարցի եւ հայկականության ֆունդամենտի պահպանող այդ երկու ինստիտուտներն են եղել։ Սա է։ Հիմա այդ պահպանումը կարևոր է, որ մենք չպահպանենք, այսինքն իրենց համար։ Նրանք իհարկե, նրանց համար դա շատ կարևոր է։ Բայց դու սեպ ես խրված իրանց մեջ։ Բայց խաղաղություն ենք հաստատել, ինչ խաղաղություն։ լրիվ ուրիշ իրականություն ենք մտել, Փաշինյանը ասում է։ Հեքիաթները թող գնան պատմեն իրանց հետևորդներին։ Հեքիաթներ են կարծում եք։ Չեմ կարծում, վստահ եմ։ Վստահ եմ, որովհետև խաղաղության հաստատելուց հետո այն էլ իբր թե այդ մակարդակում ամեն օր մենք չենք լսի, որ Ալիևը ասում է Արևմտյան Ադրբեջան, ամեն օր ասում է Զանգեզուրի միջանցք, ամեն օր ասում է 300,000 ադրբեջանցի պետք է գան իրենց հայրենիք, ամեն օր ասում է Սևանի ու Երևանի մասին, ամեն օր պերմանենտ ռեժիմով։
Եթե խաղաղությունը դա է, ես այդ դեպքում չեմ հասկանում, իսկ պատերազմը ինչն է։ Հա, կրակոց չկա, բայց շատ սիրած բառ ունի հիբրիդային պատերազմ։ Դա հիբրիդային պատերազմ է։ Հիմա կարող ենք ասել, որ խաղաղությունն է մտել փակուղի, որովհետև իրենք ասում են, պետք է սահմանադրությունը Հայաստանը փոխի։ Հայաստանը սահմանադրությունը որպեսզի փոխի երկար ժամանակ է պահանջում, հետո հարցը արդյոք կկարողանա փոխվել, արդյոք այդքան քվե կստանա թե ոչ, եւ այս գործընթացը միտումնավոր երկարացնում, որպեսզի փաստաթուղթ չստանա։ Հենց այսօր մենք իմացանք, որ Ալիևը հրաժարվել է գալ Նիկոլ Փաշինյանի հրավերով Երևան, որովհետև ու բացատրել է, որ այդ դեպքում կստեղծվի տպավորություն, որ արդեն խաղաղությունը վերջնական բան է, իսկ այդ նման բան չկա։ Դա Ալիևի խոսքերն են, որ կստեղծվի տպավորություն, եթե ես գամ Հայաստան, կստեղծվի, որ արդեն վերջնական հաստատված է խաղաղությունը։ Հիմա Փաշինյանը ոչ շահեկան փաստորեն վիճակում է հայտնվում։ Ընտրություններին ինչ պատկեր կլինի, կամ մենք մինչև ընտրություններ կսպասենք, թե ինչ կլինի, ես ոչ գնչուի եմ, ոչ կոֆե նայող։ Բայց ինչ նման բաներ հարցերի ես անգամ ձեզ մոտ բազմիցս ասել եմ, չեմ պատասխանում ես տենց հարցերի։ Հարցրեք սոցիոլոգներին, ընդ որում ոչ թե ինչ կլինի, այլ այսօրվա վիճակով ինչ վիճակ է։ Սոցիոլոգները միգուցե ունեն տվյալներ եւ ձեզ կպատասխանեն այսօր ինչ վիճակ է։ Ինչ կլինի հունվարին, ինչ կլինի մարտին ու հունիսին, նորից եմ կրկնում, դա գնչուիների եւ կոֆենայողների գործն է։ Իսկ ընտրություններով պետք է Նիկոլ Փաշինյանին հեռացնել, թե միջև ընտրություններ պետք է գործընթացներ ծավալի։ Ես ոչ մի բանը չեմ բացառում, որպես քաղաքացի ոչինչ չեմ բացառում։ Հնարավոր է եւ ամեն կերպ էլ իմպիչմենտով էլ հնարավոր ընտրություններով էլ հնարավոր փողոցային պայքարով էլ հնարավոր էստեղ խնդիրը նրանում է, թե ինչպես կտարվի այդ պայքարը։ Հա, որովհետեւ նման փորձեր եղել է, ու առնվազն 3 մեծ փորձ հաջողության չի մատնվել, բայց եթե հաշվի առնենք բացի 3 փողոցային բանից մի հատ էլ 21 թվի ընտրությունները, բայց ի հայտ են եկել նոր ուժեր, կարծեք թե բավականին ակտիվ են մտել, ուժեր, որոնցից միանշանակ Նիկոլ Փաշինյանը վախենում է, որովհետև առանց ոչ մի բան ասելու միանգամից բռնում, կալանավորում է, տանում է, լսում է բերդերը, պահում է, ոչ մի բան չի ուզում լսի եւ այլն եւ այլն։ Այսինքն դա միայն վախի հետևանք է։ Հա, երբ մարդը ոչ մի բան չի արել, ընդամենը ասել է կանենք մեր ձևով, դա որտեղ ոչ մի կոչ չկա, հարցրեք ցանկացած իրավաբանի, ցանկացած լեզվաբանի, հա, բայց մարդկանց մոտ ջղաձգումներ սկսեց դրանից հետո ու միանգամից տարան կալանավորեցին Սամվել Կարապետյանի։ Ես կարծում եմ, թե Սամվել Կարապետյանի ուժը, որը բավականին ակտիվ արդեն 2 ամիս, 2-3 ամիս է գնալով, կարծեք թե բավականին լուրջ թափ է հավաքում, թե վերջերս հայտարարված Արման Թաթոյանի, Դավիթ Ամանյանի այդ ուժը միասնության թևերը, թե ես որոնք իդեպ շատ հետաքրքիր էր ինձ համար, որ այդ ուժը միացավ Շանթ Դաշինքի հետ, կարծում եմ կլինեն էլի ուժեր եւ կոնգլոմերատներ, որոնք պայքարով կարող են, այո, կարող են, այստեղ խնդիրը միայն նրանում է, ես կարծում եմ, եթե խոսքը ընտրությունների մասին է, ոչ թե փողոցային պայքարի կամ իմպիչմենտի, որ շատ դեպքերում Հայաստանում չգիտեմ, դա ամբիցիայից ելնելով է, թե ինչից ելնելով է քաղաքական գործիչների, որ գնում են միայնակ, այսպես ասած, օլիմպիական սկզբունքով, որ կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը, բայց այս անգամ նման պատկերը միանշանակ ծառայելու է Նիկոլ Փաշինյանի օգտին, այսինքն եթե մարդը ինքը գնահատում է, որ ինքը չի կարող հաղթահարել, հա, մինիմալ շեմը եւ փոշիացնելու է ընդդիմադիր ձայները, իսկ այդ ձայների միշտվար զանգված հետո գնալու է իշխանությանը, ինքը պետք է իմանա, որ ինքը այս գլխից փակում է իր հետագա գործունեությունը քաղաքական դաշտում, որովհետեւ ինքը դառնում է Նիկոլ Փաշինյանի ածանցյալ։ Կամա թե ակամա, մտածված թե առանց մտածելու, ամբիցիաներից ելնելով, թե պարզապես որովհետեւ այդպես են դասավորվել իրողությունները, բայց
վերջնական արդյունքը նա է լինելու, որ ինքը աշխատելու է Նիկոլ Փաշինյանի օգտին այդ դեպքում։ Այսինքն հենց ուժերը ճիշտ գնահատեն։ Ես կարծում եմ, որ քանի որ Հայաստանում այդ նախընտրական դաշինքների եւ ստեղծումը միշտ եղել է ամենամեծ խնդրեմը, որտեղ ասում եմ, հիմնական պատճառը դա ամբիցիաներն են, որ երբ որ մարդիկ չեն կարող իրապես գնահատել, հա, երկու հոգի ասում են դու շատ լավն ես, քեզ հաստատ կընտրեն, իրեն թվում է դե 5%-ն ինչա կամ 10% ունեմ։ Ու այտենց ապուշ մտքեր ենքան եմ լսել ես վերջի 30 տարիներին, որ համոզված են, որ հիմա էլ պակաս չի լինելու։ Ես առաջարկում եմ մի փոքր սառը մտածել այս անգամ, չգնալ նման ապուշությունների եւ գնալ ռեալ ճանապարհով։ Դու կարծում եք, որ ընդդիմադիր մի քանի այդպես մեծ ուժ պետք է պայքարի, այսինքն մնացած փոքր ուժերը միանան եւ 2-3 ուժեր լինեն, որոնք ասեցիք։ Այո, ես կարծում եմ, կամ չեմ ասում 2-3, կարող է 5-ը լինի, բայց չլինի 20-ը։ Խոսքը դրա մասին է։ Կարող է 7-ը լինել, բայց չլինի 25-ը։ Անցյալ անգամ 24 ուժեր մասնակցում խորհրդարանական ընտրություններին։ Բայց Փաշինյանը ունի այսպես մարտավարություն մշակած, ընդդիմությունը ունի մարտավարություն մշակած, կարծում եք, որովհետև կալանավորումների մասին արդեն երկրորդ ներողություն, ոչ թե կալանավորումներ, այլ կուսակցությունների, որ թույլ չտան մասնակցեն ընտրություններին, արդեն երկրորդ անգամ Փաշինյանը խոսում է այդ մասին, այսինքն հասկանալի է, որ լինելու են ուժեր, որոնք չի Մոլդովայի տարբերակը, քանի որ իրեն արդարացրել է Մոլդովայում, եթե չլինի դիմադրություն, անպայման կանի։ Չեմ կասկածում մի վարքյան։ Այստեղ խնդիրը հենց դրանում է, այդ միավորումները, այդ կոնգլոմերատները նաև ուժ կարող են ցուցադրել, չէ՞։ Էդ էլի հայտնի հեքիաթից է, մեկ-մեկ ջարդելը շատ ավելի հեշտ է, քան երբ որ միասին լինեն։ Իրենք ասում են, բա որ միասին լինենք, միանգամից մեկը չի թույլատրի եւ վերջ մասնակցել եւ բոլորը կլինեն մեկի մեջ, միանգամից հարցները կլուծի ընդդիմության։ Չի կարող։ Եթե միասին լինեն, չի կարող։ Ավելի դժվար նախ ոչ ոք չի ասում, որ լրիվ հենց այդպես բոլորը մեկի մեջ լինեն։ Խոսքը գնում է, որ լինեն, այո, մի 5-6-ի մեջ։ Թող մեկին թույլ չտա, երկուսին թույլ չտա, բայց այդ դեպքում էլի եմ ասում, նախ արդեն մնացածը կմիավորվեն այդ դեպքում, որովհետև կհասկանան դա իրենց էլ է սպառնում։ Եվ երկրորդը ենթադրենք թույլ են տալիս մասնակցելու, հա։ Մենք տեսել ենք ինչ են անում համայնքային ընտրություններում։ Գլուխ են գովում, որ իրենք չեն կեղծում ձայները։ Հա չեն կեղծում, հետո գնում են մարդկանց բռնում են։ Թողում են ընտրվում են, հետո գնում են բռնում են, կամ լավագույն դեպքում բռնում են, վատագույն դեպքում դեպքեր կան, որ սպանում են, վերացնում են եւ այլն եւ այլն։ Իսկ 50+ հավանականություն ունի իշխանությունը։ Չունի ոչ մի ուժ չունի 50+։ Ոչ մի ուժ չունի 50+-ի հավանականություն։ Դա ես կարող եմ ասել, թեև ես ասում եմ, որ ես այո ոչ գնչու եմ, ոչ բան, բայց դա երևում է, պարզապես դա երևում է նախ հենց իշխանության գործողություններից, որովհետև իշխանությունը զգացվում է, որ շատ ջղաձգված է, եւ այդ փակելը, բռնելը, հայտարարությունները, որ կփակեմ, որ չգիտեմ, օտարերկրյա կապիտալ է, SN է, կարծեք թե դա նորություն է, իսկ այդ նորությունը գալիս է նրանից, որ նրանց սեղանի վրա դրել են թղթեր, որտեղ իրենք շատ լավ գիտեն, որ իրենք շատ քիչ տոկոս ունեն։ Իսկ այդ սրտիկները, պաչիկները ամեն օր ժողովրդին բարի լույս մաղթելը չի ազդում։ Գիտեք, մի մարդ, որը 7.5 տարի խաբել է, որը կարծեք թե քարոզում էր սեր եւ հանդուրժողականություն, հետո իր 7 տարի իր բոլոր գործողություններով տարածել է ատելություն, բաժանելով մարդկանց սևերի, սպիտակների, նախկինների, նորերի, ապագաների, չգիտեմ ինչերի, խոստանալով բոլորին, կամ ինչ որ մի մասին ծեփել ասֆալտով, ասֆալտին ծեփելով սրտիկ չեն ուղարկում։ Այդ սրտիկից ասեցի արդեն արուն է կաթում, երբ որ ասֆալտին են ծեփում։ Դուք բավական երկար ժամանակ հարցազրույցներ չէիք տալիս եւ պայման էիք դրել, ասում էիք միջև ընդդիմությունը չհաշտվի, իրար չվիրավորեն, չպայքարեն իրար դեմ, այ պայքարեն Նիկոլ Փաշինյանի դեմ, ես հարցազրույցներ չեմ տա։ Հիմա դուք տեսաք, որ որոշակի այդպես համերաշխության էլեմենտներ երևաց։ Միասնականություն կա, կարծում եք, եւ գիտեք, իմ երազած միասնականությունը չկա, բայց այնուամենայնիվ երևի թե իրենք էլ հասկացան, որ այդպես չի կարող լինել։ Այդ դեպքում ասում եմ,
մեկ հատիկ կբռնի կկոտրի բոլորին։ Երևի թե հասկացան, հույս ունեմ, որ հասկացան։ Իսկ առաջարկ ունի ընդդիմությունը ժողովրդին, օրինակ Փաշինյանը ունի առաջարկ, որ ընդունելի չէ, ինչպես դուք եք նշում, հեքիաթ է այդ խաղաղությունը, բայց ամեն դեպքում նա դա առաջ է տանում։ Համաձայն եմ, ես բազմիցս եմ ասել, որ եթե ընդդիմությունը չներկայացնի իրական այլընտրանքային խաղաղության մոդել, ընդ որում քայլ առ քայլ բացատրելով ինչպես է դրան հասնելու, պրոբլեմ է ունենալու ընդդիմությունը, ցանկացած ընդդիմություն, որովհետև հասկանալի է, որ այս հասարակությունը կամ գոնե հասարակության մեծ մասը հոգնել է ամեն ինչից եւ ինչպես իրենք են ասում, ուզում են անդարդ ապրել։ Իհարկե անդարդ ապրելու միակ միջոցը դա ուժեղ պետություն ունենալն է, դա պետք է պարզապես, բայց հիմա դրա ժամանակը չէ բացատրել։ Հիմա պետք է բացատրել, թե ուժեղ պետություն ոնց են դառնում խաղաղության միջոցով։ Մարդկանց կհամոզի կարծում եք դա եւ դա ինչ-որ բան կփոխի, որովհետեւ ասում են Փաշինյանը դրսից աջակցություն ունի եւ դա շատ նկատելի է, որ ամեն ինչի առաջ աչք են փակում նույն այդ ժողովրդավար կառույցները, երբ նախկինում Գիտեք, աչք են փակում, երբ որ էլի եմ ասում, երբ որ հատիկ է, երբ լինի օրինակ հոծ բազմություն եւ լուրջ ամբոստության շարժում, աչք չեն փակելու, չեն կարող աչք փակել։ Այսինքն իրենք էլ են նայում, տեսնեն թե ինչ իրավիճակ է Հայաստանում, այդ ամբոստության ալիքը որքան մեծ է, ինչքան մարդ է հավաքվում։ Իհարկե, անպայման։ Ավելին ասեմ, իշխանության արած բոլոր զանցանքները իրանց մոտ կուտակվում է որպես, ոնց որ Նիկոլն է հավաքում բոլորի վրա կամրամատ, իրանք էլ Նիկոլի վրա են կամրամատ հավաքում։ Պարզապես երբ ժամանակը գա, այդ ժամանակ դեմ կտան։ Իսկ ժամանակը երբ կգա։ Ես չգիտեմ, այդ հարցը ինչ պետք է ուղղել։ Ես չգիտեմ, ասենք, արևելյան այս կամ այն երկրին կամ արևմտյան այս կամ այն երկրին կամ հյուսիսային այս կամ այն երկրին երբ կգա իր համար այդ ժամանակը։ Բայց ամեն դեպքում պայմանագրեր, որովհետև այդ մարդիկ չեն անում մեր համար կամ ուրիշի համար, ցանկացած պետություն աշխատում է իր շահերից ելնելով։ Իր շահերին երբ համադրելի լինի իր շահերի հետ, այդ վաղտ էլ կանի։ Հիմա դեռևս համադրելի է։ Պայմանագրեր կան, որոնք պետք է կյանքի կոչվեն, ճանապարհ կա, որը պետք է գործարկվի, խումբ է գալու, որպեսզի պատրաստեն, այսինքն գործընթացներ կան, որ Փաշինյանն է ստորագրել եւ ինքը պետք է շարունակի։ Գործընթացներ չկան, որովհետեւ ստորագրելուց հետո կարծեք թե ոչ մի ձենձուն չկա։ Դե ինչ որ խումբ է գալու աշխատանքային Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ոնց, երբ դիգար, վաղուց դիգար, ես ինչքան գիտեմ։ Տեսնենք։ Ես մի բան գիտեմ, որ երբ դու բոլորի շահերը բերում ես ու քո երկրի տարածքում բախում այդ շահերը իրար, դա լավ բանի չի բերելու։ Լավ բանի չի բերելու, որովհետև այնտեղ կան ռեգիոնալ գերտերություններ, այնտեղ կան աշխարհակաղակական գերտերություններ, որտեղ ցանկացածը իր շահն ունի արդեն, եթե ու գնալով այդ քանակը ավելանում է այդ պետությունների, որոնք այստեղ կարող են ունենալ շահեր։ Ու այդպես պարզապես ասել, որ խաղաղություն կլինի, Իսրայելն ու Պաղեստինն էլ կնքեցին, տեսանք, երեք ոնց էին հայտնի կնքելուց հետո Գազայի հատվածը ռմբակոծում։ Այդ է խաղաղությունը, այսօրվա աշխարհի խաղաղությունը դա է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս կախտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։